Երեք հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կրկին վթարի մասնակից է դարձել, սա թվով արդեն երրորդ մեզ հայտնի դեպքն է եւ այս մասին մեր հոդվածը։ Հայաստանի պատմության մեջ երբեք չի իրականացվել այս ծավալի անվտանգության միջոցառումներ մեկ ղեկավարի համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի շարժն այսօր ոչ միայն ուղեկցվում է հատուկ ջոկատայինների ու զրահապատ մեքենաների շարանով, այլև իր անցած ճանապարհին հնչում են ահազանգեր մահվան, վրաերթի, վթարների մասին։ Դա սովորական չէ, սա արդեն անվտանգություն չէ, այլ վախից ծնված մոլուցք։ 2021 թվականի մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը արտաքին գործերի նախարարության շենքի մոտ վթարի էր ենթարկել երկու քաղաքացու։ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն։ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող Toyota Prado-ն վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջ։ Տեսախցիկները արձանագրել են։ Կինը անցնում էր հետիոտնային անցումով, մեքենան անցավ ուղիղ նրա վրայով։ Իսկ Փաշինյանի մեքենան այդ պահին սառը կերպով շարունակեց երթևեկությունը, անգամ չկանգնելով։ Կինը եւ նրա դեռ չծնված երեխան մահացան տեղում։ Ոստիկանության մոտ կանգնած ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց կանխելու ողբերգությունը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Արդեն այս տարվա հունիսի 8-ին հրապարակը հայտնեց Սյունիքից վերադառնալիս Փաշինյանի շարասյունը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել։ Վրաերթի ենթարկելով քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժել են նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի թիկնապահներից մի քանիսը։ Փաշինյանի շարասյան արդեն հնարավոր չէ վստահել։ Այսօր նրա շքախումբն ավելի շատ հիշեցնում է օկուպանտ ուժերի ավտոշարասյան, որոնք ներխուժում են թշնամական բնակավայր, քան վարչապետի ավտոշարասյան բնական երթևեկության։ Եվ այս ամենի պատճառը մեկն է. Փաշինյանը վախենում է։ Այս ընթացքում մամուլը հասցրել է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը տասնյակներով ավելացրել է իր թիկնազորի թվաքանակը, իսկ իր անվտանգությունն ապահովող կառույցը ՊՊՑ-ն առանձնացրել է ԱԱԾ-ից եւ այն վերածել անձամբ իրեն ենթակա մարմնի։ Ինչու է այսքան վախեցած Փաշինյանը։ Որովհետև նա գիտի ինչ է արել, գիտի, որ կործանել է Արցախը, ապակայունացրել երկիրը, խորացրել պառակտումը։ Եվ երբ ղեկավարը գիտի, թե ինչ դավաճանություն է գործել սեփական ժողովրդի հանդեպ, նա շրջում է զրահապատ մեքենաներով ու այդ ճանապարհին մարդիկ մահանում են։ Այսօր Հայաստանի բնակիչը պետք է զգուշանա ոչ միայն գազից, հացի ու պատերազմի հարցերով, այլև զգուշանա նաև Փաշինյանի շարասյունից, քանի որ ամեն անգամ նրա մեքենաների անցնելը կարող է մեկ քաղաքացու կյանք արժենալ։ Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ սա ավելորդ անհրաժեշտություն չի առաջանա ձեզ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ անվտանգային միջոցառումները ձեռնարկում իր սեփական անվտանգությունն ապահովելու համար, եթե հիշում եք, հոդվածում հիշատակված չէ, բայց ես հիշեցնեմ, որ 2021 թվականին Փաշինյանի ավտոշարասյունը անցնելով բողոքավոր քաղաքացիների կողքով ավտոշարասյան թիկնազորին պատկանող մեքենայից ուղղակի ավտոմատները ուղղված էին քաղաքացիների վրա եւ այդ կարգի մարդիկ վախեցած են իրենց սեփական երկրի քաղաքացիներից։